Մոնտենեգրոյում շարունակվում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը։ Շալվա Պապուաշվիլին հանդիպումներ կանցկացնի Մալթայի, Մոնտենեգրոյի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Ալբանիայի խորհրդարանների նախագահների հետ, ինչպես նաեւ ելույթ կունենա Միջերկրական ծովի խորհրդարանական վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովում։ Խորհրդարանի նախագահին վեհաժողով են հրավիրել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահի կարգավիճակով։ Սևծովյան տարածաշրջանի եւ այդ համատեքստում Վրաստանի կարևորության մասին իմեդի լայվ հաղորդման ժամանակ խոսել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Մակա Բոճորիշվիլին անհիմն է անվանել այն գնահատականը, որ կարծես Վրաստանը կորցնում է հեռանկարներն ու հնարավորությունները։ Նախարարի հայտարարությամբ փոխկապակցվածության մասին խոսելիս աշխարհագրական դիրքը հաշվի առնելով անհնար է շրջանցել Վրաստանին եւ Երևանում անցկացված գագաթնաժողովում հենց դա էլ ցուցադրվեց։ Մակա Բոճորիշվիլին զրուցել է նաև ուկրաինացի գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասների եւ Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների մասին, նշելով, որ նրանք պայմանավորվել են շարունակել հարաբերությունները։ Նախարարի հայտարարությամբ իրենց հանդիպումը շուտով կկայանա եւ նրանք կկարողանան քննարկել բոլոր հարցերը։ Մակա Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի դիրքորոշումներում եւ մոտեցումներում ոչինչ չի փոխվել։ Կրկին գնահատականների թեմա է Եվրախորհրդարանի զեկույցը։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 2 օր առաջ ընդունել է Ռասա Յուկնևիչիենեի կողմից ներկայացված Վրաստանի վերաբերյալ զեկույցը։ Փաստաթղթում պահանջվում է նաև փոփոխություն, ըստ որի եվրապատգամավորներ Մարիուշ Կամինսկին եւ Մալգոժատա Գոշևսկան ցանկանում են պատժամիջոցների ցանկում ներառել հանրային հեռարձակողի ղեկավարությանը։ Համապատասխան փոփոխությունն արդեն գրանցվել է նրանց կողմից։ Ըստ փոփոխության պատժամիջոցների ցանկում պետք է ընդգրկվեն Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի եւ հանրային հեռարձակողի ղեկավարները։ Միևնույն ժամանակ արդեն հաստատվել է այն փոփոխությունը, ըստ որի եվրապատգամավորների մի մասը պահանջում է պատժամիջոցներ կիրառել իմեդի, Ռուսթավի 2 եւ Պոստիվի հեռուստաընկերությունների նկատմամբ։ Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն ներկա է գտնվել Մարեթոբա ժողովրդական տոնին եւ տեղի բնակչությանը շնորհավորել Մարեթոբայի ու Գյորգոբայի տոնի առթիվ։ Միջոցառման շրջանակներում անցկացվել է պատվավոր մարեթեցիների եւ առաջադեմ աշակերտների պարգեւատրում, ինչպես նաեւ մշակութային եւ սպորտային միջոցառումներ, այդ թվում տեղական մշակույթն ու Մարեթիի հովտի պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես։ Իշխանության ներկայացուցիչները ծաղիկներով զարդարել են Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի, Աջարիայի կառավարության, Գերագույն խորհրդի անդամներ եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ։ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ։ Զրույցից հետո սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Էմանուել Մակրոնը երկրներին կոչ է արել միանալ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնած ծովային առաքելությանը, որի նպատակն է ապահովել Հորմուզի նեղուցում փոխադրումների անվտանգությունը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով նեղուցում խաղաղության վերականգնումը կնպաստի միջուկային, հրթիռային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցությունների առաջընթացին։